Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքում շարունակում են մեր ավանդական թեմատիկ զրույցները։ Նախորդ շաբաթվա վերջին եւ այս օրերին մեր ողջ հասարակությունը փոթորկում է վարչապետի եւ նրա կողակից կնոջ սանձարձակ պահվածքից, այլանդակ գրառումներից, Facebook-յան հրապարակումներից, որոնք խելամիտ մարդու նույնիսկ հավատը չեն բերում։ Շատերը մտածում էին, որ դրանք պարզապես կոտրված էջերից կատարվող գրառումներ են, որոնք պետք է շատ կարճ ժամանակում հաջորդեն ներողությունները, բայց պարզվում է, որ դրանք շարունակական մեկ օրվա ընթացքում մոտ 1 տասնյակի հասնող հրապարակումներ։ Եվ ինչից սկսվեց այդ ամենը, եւ արդյոք դա պատահականություն է, թե սա պետական հատուկ նպատակային քաղաքականություն։ Պետական ես նկատի չունեմ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը։ Ես նկատի ունեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի պետական քաղաքականությունը, որ ինչպես մյուս բոլոր դեպքերում իրագործում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է տեղի ունեցել այս օրերին եւ ինչը կարող էր մոլեգնել հայ եկեղեցու հանդեպ նման ատելություն եւ նման կազմակերպական արշավ, որին վարչապետի ընտանիքին միացել են ամբողջ ՔՊ-ական վերնախավը, բազմաթիվ նախարարներ, падգամավորներ, իրենց սանձարձակ եւ որևէ ձևով չկառավարվող հայտարարություններով։ 2025 թվականի մայիսի 27-ից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II վեհափառ հայրապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա։ Մեկնել է այնտեղ մասնակցելու իր իսկ խնդրանքով, իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված եկեղեցիների համաշխարհային կազմակերպության եւ Շվեյցարիայի եկեղեցու, բողոքական եկեղեցու համատեղ ջանքերով կազմակերպված մի գիտագործնական կարևոր հանդիպման ու քննարկման մի կազմակերպության, որ ունի էկումենիկ նշանակություն եւ համախմբում է բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիների։ Եվ այդ հեղինակավոր կազմակերպությունում ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել ոչ միայն բացման օրհնանքի խոսքով, այլ նաեւ ծավալուն ելույթով, եղել են նաեւ հնչել են այլ գիտական բնույթի հրապարակումներ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված գիտական գործիչների, ուսումնասիրողների, աստվածաբանների, հոգևորականների, ինչպես նաև քաղաքական գործիչների կողմից եւ մասնակցությամբ։ Եվ այդ կարևոր միջոցառման ժամանակ վեհափառ հայրապետը խոսել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին, խոսել է ադրբեջանական տիրապետության տակ հայտնված հայկական քրիստոնեական մշակութային հուշարձանների, դրանց նկատմամբ ցուցաբերվող բարբարոսությունների մասին, հայ ժողովրդի որպես քրիստոնյա ժողովրդի հանդեպ 21-րդ դարում իրականացված ցեղասպանության, բռնի տեղահանության, ունեզրկման, իրավունքների ոտնահարման փաստերի մասին եւ այլն։ Եվ այս ամենը մեծ հավանականությամբ անհանգստություն է պատճառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ նրանք Նիկոլ Փաշինյանի միջոցով որոշել են կրկին պայքարի դուրս գալ հայ եկեղեցու եւ նրա առաջնորդ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Հարկ է նկատել, որ այս իրադարձություններին նախորդել է նաև մայիսի 22-ին Կովկասյան մահմեդականների առաջնորդ, այն է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշեզադեի հայտարարությունները, որոնք նսեմացնում էին հայ եկեղեցու դերը եւ Էջմիածինը նրա պատկան տարածքները համարում ադրբեջանական։ Այսինքն ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը միացել է նաև Ադրբեջանի կրոնական գլխավոր կազմակերպությունը եւ առաջնորդը։ Եվ ահա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը սկսում է խոսել առհասարակ մեր եկեղեցիների մասին, դրա հետ որևէ առնչություն չունեցող հարցի քննարկման շրջանակներում։ Մասնավորապես կառավարությունում քննարկվել է պետական անշարժ գույքի վարձակալությամբ տրամադրելու մասին նախագծին։ Բնականաբար այն պետական գույքը, որը կարող է տրամադրվել վարձակալությամբ, ոչ մի պարագայում չէր կարող վերաբերվել եկեղեցիներին, վանքերին, մատուռներին, այլ շինություններին, անգամ նրանց, որոնք գտնվում են ոչ թե հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու սեփականության եւ հոգատության ներքո, այլ շարունակում են մնալ որպես պետական սեփականություն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հոգատության ներքո, որ ունի հատուկ գործակալություն, մշակութային հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող հատուկ գործակալություն, բայց այդ տարածքները որևէ պարագայում վարձակալությամբ կամ այլ նպատակով չեն կարող օգտագործվել, քան իրենց բուն նպատակով, այսինքն իբրև պատմամշակութային հուշարձաններ։ Բայց այս հարցի քննարկումը առիթ դարձնելով Նիկոլ Փաշինյանը խոսում է եկեղեցիների մասին, այն եկեղեցիների, որոնք ունեն մեր առաքելական Սուրբ եկեղեցու
ենթակայություն եւ պատկանելություն։ Իդեպ ասեմ, որ կառավարությունում քննարկվող հարցերի գերակշիռ մասը օրակարգում ընդգրկված հարցերի նրանք համարվում են չզեկուցվող, այսինքն նրանց վերաբերյալ կառավարության նիստում քննարկումներ չեն ծավալում եւ միայն վարչապետն է որոշում, թե որ հարցերը պետք է դառնան զեկուցվող, այսինքն դրան շուրջ ծավալվի քննարկում։ Եվ ահա ըստ էության մյուս հարցերի հարաբերության ոչ այդքան մեծ կարևորություն ունեցող պետական սեփականության գույքի վարձակալության տալու հարցերը բանավոր ընթացակարգով քննարկելու, որպես զեկուցվող հարց դիտարկելու համատեքստում Նիկոլ Փաշինյանը բառացի ասում է հետևյալը. մեր եկեղեցիները չուլանացված են, մտնում ես, տեսնում ես այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ որ մեկի իրեն շորերն են, ինչ որ մեկի կոշիկները, մեկը կռավատ է բերել դրել, ինչքան կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինելը։ Ակնհայտ է, որ նման որևէ պատկեր որևէ եկեղեցում գոյություն չունի։ Եթե հիմա որևէ մեկը հարցի նրանից ես պատրաստվում եմ հարցում ուղարկել կառավարությանը եւ ասել, թե Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է մեր եկեղեցիների այդ վիճակի մասին, թող կոնկրետ նշի, ենթադրենք, որ մարզի, որ քաղաքի, որ եկեղեցում է տեսել օրինակ եկեղեցու մեջ թափված աղբ, կամ այնտեղ ինչ որ մեկի հին շորեր, կամ ինչ որ մեկի կոշիկներ, կամ կռավատ եկեղեցու ներսում դրված։ Թող կոնկրետ ասի, թե որտեղ է դա եղել։ Բնականաբար դա ոչ մի տեղ չկա եւ ոչ մի տեղ չի կարող լինել։ Եկեղեցիները դրանք պատշաճ հոգացության ներքո են գտնվում մեր հոգևոր հայրերի, եկեղեցու սպասավորների կողմից, մեր հավատավոր ժողովրդի կողմից, բազմաթիվ քաղաքացիներ, հավատացյալներ, կամավորներ ժամանակ առ ժամանակ ուխտագնացության օրերի կամ նրանցից առաջ առանձնահատուկ հոգացություն են ցուցաբերում եկեղեցու, եկեղեցապան տարածքների, եկեղեցապատկան տարածքների, հարակից տարածքների, խնամքի, բարեկարգման, հոգացության կապակցությամբ։ Եվ այդպես եթե այցելեք Հայաստանի ցանկացած եկեղեցի կտեսնեք, թե ինչ մաքուր, ինչ խնամված, դրախտային պարտեզների են վերածված։ Օրինակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքը ամենահրաշալի զբոսավայրերից է ցանկացածից համար։ Ոչ միայն իր եկեղեցական, իր հոգևոր խորհրդով, այլև իբրև բարեկարգ զբոսայգի, այլև իբրև բարեկարգ տարածք իր բոլոր ամեն մի միլիմետր քառակուսին խնամքի արժանացած։ Այդպես են հայաստանյան բոլոր եկեղեցիները ի պատիվ մեր հոգևորականների, մեր հավատավոր ժողովրդի, որոնք առանձնահատուկ խնամք հոգացություն են ցուցաբերում մեր վանքերի, սրբավայրերի եւ մատուռների նկատմամբ։ Անգամ հեռավոր մատուռներում, որը ուխտատեղի է մեր քաղաքացիների համար, յուրաքանչյուր ուխտավոր իր հետ նաեւ հարկ է համարում որոշակի հոգացություն ցուցաբերել, տարածքից խոտերը քաղելու, ինչ որ մի թափթփվածություն վերացնելու, ինչ որ մի խնդրով եկեղեցուն ծառայելու իր պատրաստակամությունը մաքրություն ցուցաբերելու համար։ Եվ ահա այս ընդհանուր առանց հասցեական նկարագրությունը սա ըստ էության անարգանք է մեր բոլոր սրբավայրերի նկատմամբ։ Եվ այդ սրբապղծությունը իրականացնում է մի մարդ, որ ըստ էության եկեղեցի չի այցելում, ինքը եկեղեցով ամուսնացած չէ, որը պատարակների չի այցելում, որը հաղորդություն չի ստանում, որը անգամ Սուրբ Ծլնձյան, Սուրբ Հարության, մյուս տաղավար տոներին եկեղեցիներ չի այցելում, եթե այցելում, ապա միայն խոնարհված եկեղեցիներ, որտեղ չունեն գմբեթներ, որտեղ խորան հոծված չի, որտեղ չկա հոգևորական, որտեղ չի մատուցվում հոգևոր կարգ։ Եվ այս անաստված սրբապիղծը փորձում է պղծել իր խոսքով մեր բոլորի սրբության սրբոց վանքերը, տաճարները, որտեղ մկրտություն են ստանում մեր զավակները, որտեղ փսակադրություն են ստանում երիտասարդները, որտեղ օրհնություն են ստանում հազարավոր մարդիկ, այդ թվում զինվորական ծառայության մեկնող մեր զինվորականները, ում կյանքի բոլոր կարևոր իրադարձություններն են տեղ ունենում այդ վայրերում, անգամ մեր ննջեցյալների վերջին աղոթքի, վերջին հիշատակի արարողություններն են այնտեղ կազմակերպվում։ Եվ ահա սա փորձում է պղծել մեզ համար, բոլորիս համար ընդհանուր եւ թանկ նվիրական այս սրբավայրերը իր կեղտոտ գարշալեզու խոսքով։ Եւ սրանով չբավարարվելով այս կառավարության նիստի հաջորդ օրը, որին արձագանքել էին մի քանի հոգևորականների, այդ թվում եւ եպիսկոպոսների, arczepiskopոսների բավականին զուսպ, բավականին կոռեկտ քննադատությունը եւ դիմադրությունը այս գռեհկաբանությանը, հաջորդել են նրա Facebook-յան այնպիսի գրառումներ, որոնք ուղղակի զարմանք են առաջացրել ողջ հասարակության համար։ Մասնավորապես գրում է.
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Դրանից առաջ եւս մեկ գրառում է կատարում, որը վերաբերում է եկեղեցիների տարածքում առևտրին եւ այլին ինչ-որ մի մեջբերում Աստվածաշնչյան խոսքերից։ Այնուհետև գրում է. իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն կարգավիճակում է ու դա ոմանց չի հուզում։ Իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա որ բարոյապես ավելի ազնիվ կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը, տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Նորից, կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, որևէ մեկն անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգևոր եւ բարոյական արժեքներ։ Նորից է գրում. Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել։ Այս շաբաթ օրը նորից գրառում Միքայել Աճապահյանն ասում է. այդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, մեջբերման ավարտը։ Այս սրբապիղները փաստորեն մեծ պահքն էլ չեն պահում։ Կուսակրոնության օղտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, այլ տարբերակ չկա։ Ուզում եմ հիշեցնել ձեզ, սիրելի հայրենակիցներ, որ կուսակրոն են մեր եկեղեցում միայն բարձրադաս հոգևորականները, ամենայն հայոց կաթողիկոսը, արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները, հայր սուրբերը, այսինքն եկեղեցում բոլոր բարձր պաշտոններ զբաղեցնող հոգևորականները, դրանք կուսակրոն հոգևորականներ են։ Իդեպ ասեմ, որ Հռոմեակաթոլիկ եկեղեցում բոլոր հոգևորականներն են համարվում կուսակրոն, իսկ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում նման ուխտի ունեն միայն բարձր դասի հոգևորականները։ Փաստորեն իր որևէ ապացույց չունեցող, զրպարտություն եւ վիրավորանք հանդիսացող այս խոսքերով ու դատողություններով նա փորձում է վարկաբեկել մեր եկեղեցու գլուխը, մեր եկեղեցու բարձր հոգևոր դասը եւ գխատել այդ եկեղեցին, թողնելով մեր ժողովրդին առանց հոգևորականների, առանց ղեկավարության եւ դրանով իսկ վերոչնչացնելով հայ եկեղեցին, ինչպիսի պահանջ, որ ներկայացրել էր մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն եւ դրանով շարունակելով իր անազնիվ ու ստոր մտադրությունները, որոնք սկիզբ են առել դեռևս 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Այն, որ վեհապար հայրապետի եւ մեր եկեղեցու բարձրադաս ղեկավարության դեմ արշավը մեծ հավանականությամբ պայմանավորված է վեհապար հայրապետի նաեւ Շվեյցարիա կատարած այցի եւ այնտեղ հնչեցրած ելույթի հետ, վկայում է վարչապետի զուգընկերուհու նրա կին հանդես եկող Աննա Հակոբյանի նույն օրը նրա ամուսնուն զուգահեռ կատարված մեկ այլ գռեհիկ հերթական հրապարակման հետ, որտեղ նա ի թիվս այլ գռեհկաբանության նաև նշում է. Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, ում եք անհապաղ ազատում գերությունից, դու գիտեք հոգևորն ինչ է, այ քեզ նորություն, երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել, թե չէ ինչու պետք է հարձակվեին պետության ընտրված ղեկավարի վրա, գրել է Աննա Հակոբյանը։ Այստեղ ուշադրության արժանի են թերևս հետևյալ կարևոր հանգամանքները։ Նախ Աննա Հակոբյանի թիրախներն են։ Ամենայն հայոց կաթողիկոսի Շվեյցարիա կատարած այցը, ինչի մասին ուղիղ հիշատակում կա այս գրառման մեջ։ Վեհապար այո, իր խոսքում խոսել Արցախահայության հայրենի բնորան վերադառնալու, մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ այլ գերիներին ապօրինի պահվող մեր քաղաքացիներին գերությունից ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին։ Բայց նա գրում է մանկապղծության մասին, մեղադրանք է ներկայացնում մեր հոգևորականներին ամենածանր մեղքերից մեկի մանկապղծության մեջ, չունենալը ոչ մի հիմնավորում, այսինքն ուղղակի վերացական զրպարտությամբ վիրավորում է մեր ամենածանր մեղքերով մեր հոգևորականներին, չունենալով որևէ որոշակիություն, այլասերվածության մեջ է մեղադրում, մոլագար է համարում նրանց, շեշտադրում
գլխավոր հոգևոր մաֆիոզը համարում Վեհափառ Հայրապետին եւ պետության ընտրված ղեկավար է համարում իր չամուսնուն, այդ արարածին, որին նա ոչ եկեղեցով ամուսնացած, ոչ ԶԱԳՍ-ով։ Այն դեպքում, երբ որ նա մեր պետության ղեկավարը չի, նախ առաջին հերթին նա ընդամենը գործադիր իշխանության ղեկավարն է եւ նա ժողովրդի կողմից ընտրված չի, այլ ընտրված է ազգային ժողովի կողմից։ Անկամ դիվանագիտական արարողակարգի ավագությամբ ավելի ցածր դիրք ունի պետական դիվանագիտական արարողակարգում վարչապետը, քան ամենայն հայոց կաթողիկոսը։ Եվ ահա ես ուզում եմ հիշեցնել նաև թե այս գործընթացը, այս արշավը եկեղեցու դեմ, արդյոք դա նոր երևույթ է։ Արդյոք դա պայմանավորված է միայն Վեհափառի Շվեյցարիայում ունեցած հայրենանվեր, ազգասեր եւ եկեղեցասեր ելույթով իր բարի մտադրությունները այնտեղ ներկայացնելով։ Պարզում է, որ ոչ։ Ես ուզում եմ մեջբերել դեռևս պատերազմից հետո 2022 թվականի հուլիսի 7-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեկ այլ արտահայտություններ, որոնցով թիրախավորված էր քրիստոնեության գլխավոր խորհրդանիշ խաչերը։ Մեջբերում Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հուլիսի 7-ի խոսքից կառավարության նիստում։ Հայաստանում տարերային կամ նույնիսկ կարելի ասել խուճապային տեմպերով ինչ որ խաչեր են հայտնվում անընդհատ, որ ուր գնում ես ինչ որ ընդ որում միտեղ պլաստմասից, միտեղ երկաթից, միտեղ չգիտեմ հին կահույքի կտորներից, միտեղ շինարարության ավելցուկից եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ես հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք եւ գնահատական տանք։ Իհարկե այս հանձնարարությունը ոչ ոք չի կատարել, որտեվ չէին էլ կարող կատարել, այստեղ որևէ հանձնարարություն գոյություն չունի, պարզավոր որևէ տեղ նման խաչեր գոյություն չունեն, խոսքը վերաբերում է տարբեր բնակավայրերի մոտ ճանապարհաեզրերին կամ բնակավայրերի մոտ գտնվող լեռների, տարբեր բլուրների, բարձունքների վրա այդ համայնքի բնակիչների կողմից տեղադրվող երբեմն գիշերային ժամերին լուսավորվող գեղեցիկ խաչերի մասին, եւ ովքեր որ փորձում են դա անել եւ ովքեր դա անում են հնարավոր առավելագույն իրենց ջանքերով, որպեսզի դա լինի բարետես, գեղեցիկ, որովհետեւ իմաստը դա հենց նրան որոշակի գեղեցիկ տեսք հաղորդելն է, իրեն իր օրհնության խորհուրդը հաղորդելն է։ Բայց սա այդ մասին խոսելուց տեսեք ինչ գռեհկաբանություն է օգտագործում։ Պլաստմասից, միտեղ երկաթից, միտեղ չգիտեմ հին կահույքի կտորներից կամ շինարարական ավելցուկներից։ Ես այն ժամանակ հարցում էի ուղարկել վարչապետի աշխատակազմին եւ խնդրել էի, որ ինձ ասեն, թե վարչապետը որ քաղաքում, որ մարզում է տեսել, ասենք օրինակ պլաստմասից կամ կահույքի կտորներից կամ շինարարության ավելցուկից պատրաստված խաչեր։ Իհարկե նման խաչ ոչ մի տեղ էլ չկա եւ նա ոչ թե դա ասում է որպես երևույթի մասին խոսելու հազանգելու համար, այլ ընդամենը նսեմացնում է մեր բոլորիս նվիրական քրիստոնեական զգացողությունները, թիրախավորելով, անարգելով գլխավոր քրիստոնեական խորհրդանիշ հանդիսացող խաչը։ Փորձենք հասկանալ, թե ինչ հարձակումներ են ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու վրա ընդհանրապես։ 2018 թվականի մայիսին, երբ որ նա ընտրվեց վարչապետ, արդեն ամռան ամիսներին հունիսից մեկնարկեց հունիսի 5-ից, ասեմ ավելի կոնկրետ, սկիզբ դրվեց այսպես կոչված նոր Հայաստան, նոր հայրապետ հակաքրիստոնեական նախաձեռնությանը, որի նպատակն էր հասնել ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականին։ Դրանում ընդգրկված էին ինչպես հոգևորականներ, մի քանիսը, որոնք հետագայում կարգալույծ արվեցին, անազնիվ հոգևորական, ինչպես նաև աշխարհականներ, որոնցից շատերը ստացան հետագայում պաշտոններ։ Օրինակ այդ գործընթացի գլխավոր առաջամարտիկներից, առաջնորդողներից մեկը Կարեն Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնում, որտեղ պաշտոնավարում է մինչ օրս։ 2018 թվականի սկիզբ առած այս հակաքրիստոնեական եւ հակաեկեղեցական շարժումը կազմակերպել էր բազմաթիվ ցույցեր Երևանում, Էջմիածնում, անգամ գրոհեցին ամենայն հայոց կաթողիկոսի վրա
երբ որ նա ուխտագնացության էր մեկնել Վայոց ձորի մարզի Գնդևանքի վանական համալիր։ Իդեպ ասեմ, որ այս իշխանության գալուց անմիջապես հետո եւ այս անազնիվ շարժման նախաձեռնությունից առաջ պետությունը որոշում կայացրեց ամենայն հայոց կաթողիկոսին զրկել պետական պահպանությունից։ Այն ժամանակ, ինչպես հայաստանյան բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ամենայն հայոց կաթողիկոսը գտնվում էին պետության պաշտպանության ներքո եւ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունը հոգ էր տանում նաև կաթողիկոսի անձնական անվտանգության համար։ Կաթողիկոսն ուներ թիկնապահներ, որոնք պետական պահպանության ծառայության աշխատակիցներ էին։ Կաթողիկոսը զրկվեց այդ պահպանությունից եւ ազգային ժողովի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դա բացատրում էր դրանով, իսկ ումից է ուզում պաշտպանվել կաթողիկոսը սեփական ժողովրդից։ Սա ասում այն նույն ազգային ժողովի արդեն նախագահ Ալեն Սիմոնյանը, ով որ շրջում է բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, որոնք ոչ թե պահպանում են նրա անվտանգությունը, այլ բռնություն են գործադրում քաղաքացու նկատմամբ, որպեսզի Ալեն Սիմոնյանը անարգի այդ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը թքելով նրա վրա։ Բայց նրա այդ անմիտ բացատրություններով կաթողիկոսը զրկվեց պետական պահպանությունից եւ Գնդևանքի վանական համալիր կատարած ուխտագնացության ժամանակ ուղղակի դարձավ հարձակման թիրախ։ Այն ժամանակ վեհապար հայրապետի մամուլի խոսնակ Տեր Վահրամ Քահանան նույնիսկ գրառում կատարեց Facebook-ում, որ կաթողիկոսը հարձակման է ենթարկվել եւ նրա կյանքի վտանգ է սպառնում։ Եվ ոստիկանության աշխատակիցները, որոնք արդեն հասել էին դեպքի վայր, որևէ գործոն միջոցներ չէին ձեռնարկում վեհապարի անվտանգությունը ապահովելու եւ այդ խուլիգանական խմբին չեզոքացնելու, նրանց բերման ենթարկելու համար։ Վեհապարի անվտանգությունը ապահովում էին այն ժամանակ հասել էին տեղում Ջերմուկի քաղաքապետը եւ Ջերմուկ համայնքի մի քանի բնակիչներ, այդ թվում Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգեվորականը։ Բայց այլ աջակցություն կաթողիկոսը չուներ։ Նրանք գրոհեցին նաեւ Մայր Աթոռի վրա, ներխուժեցին վեհարանի տարածք, անգամ մեկ ամբողջական օր անցկացրեցին վեհարանի տարածքում իրենց խուլիգանական պահվածքով։ Եվ այդ շարժումը ըստ էության դադարեց այն պահի հետ, երբ որ զուգահեռներ է ստանում, երբ որ Իմ քայլը հիմնադրամը ստացավ $50,000 չափ հանգանակություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուց։ Այդ մասին կա հիշատակում այդ հիմնադրամի եկամուտների մեջ որպես բաց աղբյուրից հանգանակություն։ Եկեղեցու դեմ արշավը շարունակվել է նաև հետագա ամբողջ ժամանակաշրջանում։ Ես իմ արձանագրումներում օգտվել եմ նաև լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի գրառումներից։ Ինչ է տեղի ունեցել այս ամբողջ շրջանում։ Նախ հարձակվեցին դպրոցական ծրագրերի վրա եւ դպրոցի ուսումնական ծրագրերից հանվեց հայոց եկեղեցու պատմություն դասընթացը, որը մշակվել էր եւ դրվել էր ինստիտուցիոնալ հիմքերի վրա, եկեղեցու հետ միասին մշակվել էին դպրոցական դասագրքեր եւ այն ընդգրկված էր հանրակրթական դպրոցական ծրագրերում։ Եկեղեցին պետության հետ միասին կրթության, գիտության նախարարության հետ համատեղ իրականացրել էր ուսուցիչների եւ իրականացնում էր պարբերական վերապատրաստում այդ դասընթացը պատշաճ մակարդակով մեր երեխաներին մատուցելու համար։ Դա ամբողջությամբ հանվեց դպրոցի ուսումնական ծրագրերից։ 2019 թվականի մայիսի 3-ին Փաշինյանը հայտարարեց, որ իրենց դագաղներով հեղափոխությունը հիմնված էր քրիստոնեական արժեքների վրա։ 2019 թվականի նոյեմբերի 21-ին Փաշինյանը հայտարարեց. Ես ինքս, ինչպես Հիսուս Քրիստոսը, սեր եմ քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք ու շուռ տվեց սեղանները, ասելով, որ ես սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի եւ դալալության միջավայր։ Մենք էլ ենք կանգնելու ոչնչի առաջ։ Մենք էլ չենք կանգնելու ոչնչի առաջ։ Այսինքն սա եղել է Միլանի եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպան ժամանակ, երբ որ ինքը իրեն համեմատում է Քրիստոսի հետ։ Այսինքն սրբապղծության ավելի մեծ դրսևորումներ դժվար է գտնել։ 2019 թվականին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լսելով ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ընդամենը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության մասին կաթողիկոսը ընդամենը միջնորդություն էր ներկայացրել եւ երաշխավորություն տվել, որպեսզի Հայաստանի նախկին նախագահը որևէ ձևով չմիջամտելով քրեական վարույթին եւ այլն փոխվի նրա խափանման միջոցը եւ նա բանտի փոխարեն գտնվի գոնե վարչական հսկողության տակ։ Եվ այս միջնորդության մասին իմանալով
Ալեն Սիմոնյանը գռեհկություն եւ սանձարձակություն էր ցուցաբերել ամենայն հայոց կաթողիկոսին, կոչելով քաղաքացի կտրիչ Ներսիսյան, այսինքն դիմելով նրան ավազանի անունով, որը ոչ միայն ամենայն հայոց կաթողիկոսի, այլ ցանկացած հոգևորականի համար ավազանի անունով դիմելը դա ամենամեծ անարգանքն է, ինչը ոչ թե նվաստացնում, այլ զրոյացնում է նրա կարգավիճակը, եկեղեցական ծառայությունը, ինչը որ ամենամեծ անարգանքն է ցանկացած հոգևորականի համար։ 2020 թվականից այլևս չեն այցելում հայրապետական սուրբ պատարագների։ 2020 թվականի մարտի 3-ին Փաշինյանը Թբիլիսիում հայտարարում է. նույնիսկ Հիսուս Քրիստոսն ընտրված կադրերի մեջ դավաճաններ կային, փորձելով արդարացնել իր կադրային քաղաքականությունը։ 2021 թվականից, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մայր Աթոռը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հետպատերազմյան այդ զարգացումների ֆոնի վրա, այլևս ամենայն հայոց կաթողիկոսը չի հրավիրվում որևէ պետական արարողակարգային միջոցառման։ Լինի դրանք Եռաբլուր парքի Պանթեոնում, հայոց ցեղասպանության համալիրում, թե Սարդարապատի հուշահամալիրում կամ որևէ այլ վայրերում պետական այլ միջոցառումներում։ Արտասահմանից ժամանած պաշտոնական պատվիրակությունները որոշակի բացառություններով են միայն, որոնք ուղեկցվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, երբ որ այն մինչ այդ պետական արարողակարգի հիմնական եւ պարտադիր բաղադրամասերից մեկն էր կազմում։ 2022 թվականի հուլիսին Փաշինյանը կառավարության նիստում բողոքեց. Հայաստանում խոճապային տեմպերով խաչեր են տեղադրում, ես դրա մասին արդեն խոսեցի։ 2023 թվականին Փաշինյանը հայտարարեց, որ ինքը մեռելու հարություն է առել, ընդ որում եթե Քրիստոսի պարագայում դա եղել ընդամենը 1 անգամ, իր պարագայում ավելի քան 100 անգամ։ 2023 թվականի մայիսի 31 Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ 2023 եւ 24 թվականներին չի թույլատրվել ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձի հեռարձակումը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կեսգիշերին ամանորից առաջ, ինչը որ հեռուստատեսության եւ եկեղեցու համար ավանդույթ էր Վազգեն առաջին վեհապահարի ժամանակներից եւ այդ ավանդույթը գործել է անխախտ կերպով մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31 եւ նաեւ 24 թվականի դեկտեմբերի 31։ Ինքը այլևս չի այցելում որևէ եկեղեցի, եթե այցելություն, ապա խոսքը տաղավար տոներին հայրապետական պատարագների մասին է եւ ոչ միայն ինքը, այլև ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ չեն մասնակցում հայրապետական պատարագներին։ Ուրեմն 2024 թվականը Փաշինյանի խոսքերից է. եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի։ Մոմ, սա ներողություն Ալեն Սիմոնյանն է ասել։ 2024 թվականի մայիսի 21 եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի։ Մոմ, գինի, կոկա-կոլա են ծախում, բայց հարկ չեն վճարում, ասել Ալեն Սիմոնյանը, շարունակելով. մենք պետք է հասկանանք հարկային այն պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառում։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում պետք է քննարկենք այս հարցը։ Սա իհարկե ոչ միայն տգիտություն, այլ սրիկայություն է նրա կողմից ցուցաբերված նման զրպարտություն ներկայացնելը, որովհետև Հայաստանի ոչ մի եկեղեցում գինի, կոկա-կոլա չեն վաճառում, իսկ ինչ վերաբերվում է մոմին, խունկին, եկեղեցական գրականությանը կամ կրոնական այլ պարագաների վաճառքին, որոնք կազմակերպվում են եկեղեցիներում, դա թույլատրված եւ ոչ միայն թույլատրված եւ արտոնված է, այլ դա նաեւ անհրաժեշտ է հավատացյալների համար եկեղեցական արարողությունների մասնակցելու եւ իրենց աղոթքը առ Աստված բարձրացնելու համար։ Մենք կարիք ունենք ձեռք բերելու մոմ, խունկ պատարագներին մասնակցելու համար։ Մենք կարիք ունենք ձեռք բերելու եկեղեցական օրացույցներ, գրականություն, պատարագի ուղեցույցներ եւ այլն։ Դրանք մեր հավատացյալների կարիքներից են բխում եւ հատուկ օրենքով դրանք ազատված են հարկերից, այսինքն եկեղեցին ոչ թե ինքն է խուսափում հարկերից, այլ դրանք օրենքով են ազատված հարկերից։ Եվ այդ մասին նա խոսում է այն ժամանակ, երբ որ սկիզբ էր առել սրբազան պայքարը։ Եվ Փաշինյանը 2024 թվականին ասուլիսում է խոսում ամենայն հայոց կաթողիկոսին, ուրեմն առաջնորդում է քաղաքական շարժումը, նման մեղադրանքները
ներկայացում։ 2024 թվականի մայիսի 28-ին մենք ականատեսը եղանք այն խայտառակ տեսարանին, երբ որ ոստիկանական պատնեշներ էին կազմված ամենայն հայոց կաթողիկոսի եւ մեր եկեղեցու նվիրապետական հայրերի, եպիսկոպոսների, arczepiskopոսների, հայր սուրբերի առջև խափանելով, արգելելով, խոչընդոտ հանդիսանալով նրանց մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր, որին այս տարի նրանք առհասարակ չէին հրավիրվել։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը հայաստանյաց եկեղեցու դերը, կարգավիճակը դա ոչ միայն մեր բարոյական հոգևոր ընկալումների տիրույթում է, այլ նաև իրավական տիրույթում է։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 18-րդ հոդվածը ամբողջությամբ վերաբերվում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Նշված է. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, այսինքն չի պարտադրում Սահմանադրությունը, որ կարգավորվեն օրենքով, բայց նախատեսում է, որ կարող են կարգավորվել օրենքով, այսինքն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ըստ էության պետությունից անջատ, սակայն սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմին է, որի մասին կա շատ էական հիշատակում մեր Սահմանադրության 18-րդ հոդվածում։ Եվ 2007 թվականի փետրվարի 22-ին այդ կարգավորումների հիման վրա ընդունվել է Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը, որի հոդված 3-ը սահմանում է ամենայն հայոց կաթողիկոսին տրվող պետական արտոնությունը, այն է Հայաստանի Հանրապետության նախագահը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գլուխ ընտրված ամենայն հայոց կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ 10-րդ հոդվածը սահմանում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի բարեխնամ գործունեությունը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ քննչական մեկուսարաններում։ Եվ այդ ծառայությունը հիմա բազմաթիվ վայրերում է իրականացում։ Եվ դա ոչ միայն հոգևոր ծառայություն է, այլ նաև հայրենիքին նվիրված ծառայություն, մասնավորապես գնդերեցները, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում զինված ուժերի տարբեր զորամիավորումներում, նրանք զինվորներին հավասար մասնակցություն են ցուցաբերում նաև հայրենիքի պաշտպանության գործին։ Բազմաթիվ հոգևորականներ մասնակցել են 44-օրյա պատերազմին, նրանց թվում եղել են նաև հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հոգևորականներ։ Հոդված 11. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարկումից ազատ եկամուտները։ Ահա խնդրեմ, այնիշ պետք է իմանար ազգային ժողովի նախագահը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամավակներ եւ ստանալու նվիրատվություններ ու ունծաներ, որոնք ազատ են հարկումից։ Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների, պարագաների արտադրությունը եւ իրացումը։ 13-րդ հոդված. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը այլ երկրներում։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև այլ երկրներում, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո միջազգային իրավական նորմերին համապատասխան։ Ուրեմն կաթողիկոսի արարողակարգային կարգավիճակին վերաբերող կարգավորումներ կա ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում, որտեղ սահմանված է, որ ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման առիթով ողջունի ելույթի իրավունք ունի ոչ միայն հանրապետության նախագահը, այլև ամենայն հայոց կաթողիկոսը։ Պետական արարողակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է արարողակարգի ավագությունը, որով միջոցառումներին ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության դեպքում որպես կանոն նա հաջորդում է ավագությամբ առաջին պաշտոնատար անձին, այն է հանրապետության նախագահին։ Ահա այս իրավական կարգավորումների պարագայում անգամ սրանք դուրս են եկել մեր եկեղեցու եւ մեր պետության ըստ էության անբաժան մասը կազմող մեր բոլորի հոգևոր կյանքի գլխավոր առաջնորդի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կատարելով ադրբեջանա-թուրքական պահանջ, ինչա թե ամենայն հայոց կաթողիկոսը անգամ օտար երկրում համարձակություն ունենում խոսել մեր ժողովրդի իրավունքների, արդար իրավունքների պաշտպանության,
նրանց նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, միջազգային իրավունքի նորմերի պահպանման, նրանց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման, գերության մեջ գտնվող մեր քաղաքացիների հայրենիք վերադառնալու իրավունքի մասին այդ ելույթը դառնում է պատճառ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը ամբարո եւ ամբարտավան ձևով դուրս գան պայքարի մեր եկեղեցու առաջնորդի եւ առաջնորդող հոգեվորականների դեմ։ Եկեղեցու հարկման հետ կապված հարցերում ասեմ ձեզ, որ եկեղեցին շարունակում է անգամ այս պայմաններում հարկերից ազատված բազմաթիվ գործունեության ձևերից հարկերից ազատված եկեղեցին շարունակում է մնալ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, որովհետև եկեղեցական գործիչները բարեխղճորեն վճարում են ոչ միայն եկամտահարկը, պարտադիր դրոշմանշային վճարը, պարտադիր սոցիալական ապահովական վճարը, ինչպես նաև անշարժ գույքի հարկը, ինչպես նաև այն հարկերը, որոնք ազատված չեն օրենքով։ Իդեպ ասեմ, որ Հայաստանյա Ծառայքելական Սուրբ եկեղեցու մեր գլխավոր տաճարը, մայր տաճարը, որը երկար տարիներ գտնվում էր վերանորոգման մեջ, տևական ժամանակ այդ վերանորոգման աշխատանքները դանդաղ էին ընթանում այն պատճառով, որ կառավարության բարեգործական ծրագրերի հանձնաժողովը, որը որ այս կամ այն ծրագիրը որակում է բարեգործական եւ դրա արդյունքում դա ազատում է հարկերից, եկեղեցու մայր տաճարի վերանորոգումը չէր ճանաչել որպես բարեգործական։ Այն դեպքում, երբ որ Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը համարվում էին բարեգործական եւ ազատված էին հարկերից, մեր եկեղեցու վերանորոգումը համարվում էր ըստ էության առևտրային գործունեություն, որի համար պետք էր հարկեր վճարել։ Տևական ժամանակ պահանջվեց, մինչև որ կառավարությունում այդ շինարարությունը համարվեց բարեգործական եւ ի բարի լուր բոլորիս այդ շինարարական աշխատանքները ավարտվեցին եւ տաճարը վերստին իր նորաշուք տեսքով ի շնորհիվ նաեւ մեր վեհափառ հայրապետի, մեր հոգեվորականների, մեր եկեղեցու բարեպաշտ ազնիվ նվիրատուների, մեկենասների վերադարձվեց մեր եկեղեցուն եւ մեր ժողովրդին ծառայության։ Իդեպ ասեմ, որ մայր տաճարը, որը նաեւ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձաններից մեկը, վերանորոգվել է բացառապես եկեղեցու եւ իր բարեպաշտ զավակների հանգանակությամբ։ Հայաստանի պետական բյուջեից 0 դրամ գումար է հատկացվել մեր մայր տաճարի վերանորոգման համար, որը նորից եմ կրկնում, ոչ միայն եկեղեցական գլխավոր տաճարն ու շինությունն, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձան, այն դեպքում, երբ որ այդ հուշարձանները բոլոր երկրներում են գտնվում պետության հոգատության ներքո։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետական բյուջեից ամբողջությամբ վերանորոգել է 3 հայկական եկեղեցական համալիրներ, որոնք շարունակում են մնալ որպես գործող եկեղեցիներ, հանձվել են հայ համայնքին, հայ եկեղեցու տնօրինությանը, այդ վերանորոգումներն իրականացվել են Իրանի պետական բյուջեի միջոցներով։ Իսկ մայր տաճարի վերանորոգման համար ոչ թե բյուջեից գումարներ չեն հատկացրել, այլ նույնիսկ ցանկացել են հարկել այդ վերանորոգման իրագործումը։ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի այս ադրբեջանա-թուրքական վարչախմբի հետևողական պայքարը իրականացվել է մի քանի փուլերով։ Առաջինը նրանց իշխանության գալուց անմիջապես հետո այդ 2018 թվականի նոր Հայաստան, նոր հայրապետ հակաեկեղեցական շարժումով։ 2019 թվականին հարձակում եկեղեցական գրականության, պատմության, դասավանդման այս ծրագրերի վրա։ 2021 թվականից, երբ որ Մայր Աթոռը պահանջեց վարչապետի հրաժարականը, նորից եկեղեցին թիրախավորվեց, ամբողջ թափով հարձակվեցին եկեղեցու վրա։ 2023 թվականին նորից հարձակում եղավ եկեղեցու վրա, այն բանից հետո, երբ որ առաքելական մեր եկեղեցին, չնայած Արցախի բռնազավթմանը, որոշում կայացրեց պահպանել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմական առաջնորդով եւ թեմական հոգեվորականներով, որպեսզի նրանք շարունակեն իրենց հավատավոր ծառայությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին եւ մեր մյուս հավատացյալներին։ 2024 թվականին եկեղեցին նորից հայտնվեց այս ադրբեջանա-թուրքական իշխանության թիրախում, պայմանավորված Տավուշը հանուն հայրենիքի սրբազան շարժման հանգամանքով, երբ որ այդ շարժումը առաջնորդում էր մեր բոլորի կողմից սիրված Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ 2025 թվականին ահա մեկնարկել է նոր հակաեկեղեցական շարժում, որը ուղիղ թիրախավորում է ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր բարձրադաս հոգեվորականներին։ Եկեղեցու կողմից իրենց հերթին նաեւ եղել են անընդունելի դրսևորումներ այս իշխանությունների հետ հարաբերություններում։
2018 թվականից մեր եկեղեցու դեմ այս հետևողական պայքարի պայմաններում կարծես թե որոշակի լիբերալ վերաբերմունք է դրսևորել այս անաստված, անհավատ թշնամախմբի նկատմամբ։ Մասնավորապես կան սրբազաններ, բարձրադաս հոգևորականներ, որոնք խոնարհվում են այս թշնամախմբի առջև, ծառայություններ մատուցում նրանց, օրհնում նրանց։ Վերջին անգամ մենք այդպիսի ցավալի իրողության արժանացանք Էստոնիայում Նիկոլ Փաշինյանի կատարած այցի ժամանակ, երբ Բալթյան երկրներում մեր եկեղեցու առաջնորդն էր խոնարհվում նրա առջև եւ անհարկի օրհնության խոսքեր հնչեցնում այս թշնամախմբին։ Ամենաարեմտյան թեմի առաջնորդ, Գեղարքունիքի թեմի առաջնորդ, Կոտայքի թեմի առաջնորդ, Վայոց ձորի թեմի առաջնորդ, որոնք ոչ միայն անհաղորդ են եղել սրբազան պայքարի այդ օրերին, այլ նաև շարունակել ծառայություններ մատուցել այս ադրբեջանա-թուրքական ռեժիմին։ Շատ տհաճ էր տեսնել, ուրեմն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասնակցությունը Տիգրան Ավինյանի երթման արարողությանը կամ կաթողիկոսի կողմից ընդունելության արժանացնել Տիգրան Ավինյանին, երբ որ ակնհայտորեն նա այդ ամենը իրականացնում էր նախընտրական շրջանում իր նախընտրական քարոզչության համար հայ եկեղեցու հավատացյալների դրական վերաբերմունքին արժանանալու համար, ինչի կարիքը բացարձակապես չկար։ 2024 թվականի մայիսի 28 կաթողիկոսի հանդեպ այդ սարսափելի վերաբերմունքից հետո ինչպես են մեր հոգևորականները շարունակում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության ներկայացուցիչների հետ։ Սա վերաբերում է նաև արտերկրում գտնվող թեմերի առաջնորդներին, որոնք շարունակում են կարծես ոչինչ չի ելե իրենց համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի այդ դավաճանական իշխանությունը ներկայացրող մեր պետությանը եւ ժողովրդին մի քանի արծաթի համար դավաճանած դեսպանների հետ։ Նրանք Հայաստանի դեսպաններ չեն կարող համարվել, նրանք ադրբեջանա-թուրքական ռեժիմի դեսպաններ են եւ պետք է մերժվեն, նզովքի անեծքի արժանանան մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի կողմից։ Ես ուզում եմ նաեւ սիրելի հայրենակիցներ ամփոփելու, մինչեւ ամփոփել այս թեմատիկ զրույցը նաեւ ներկայացնել, թե ինչ իրադարձություններ են նախորդել եկեղեցու դեմ այս արշավին։ Ես ուզում եմ դες հիշեցնել, որ այս տարվա փետրվարի սկզբին, փետրվարի 3-ից 7-ը Նիկոլ Փաշինյանը ուրեմն մեկնել էր Միացյալ Նահանգներ եւ այդ Միացյալ Նահանգների հիմնական այցելության նպատակը միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին, ինչպես նաեւ ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությունն է։ Այսինքն դա վերաբերում էր առհասարակ տարբեր կրոններին եւ այդ թվում եւ աղանդներին, որոնք որ Հայաստանի հետ որևէ կապ պետքա որ չունենային, այսինքն նա Միացյալ Նահանգներ չէր մեկնել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի հրավերով, նա Միացյալ Նահանգներ չէր մեկնել աշխատանքային երկկողմ հարաբերություններ քննարկելու նպատակով։ Այսինքն նա գնացել էր այնտեղ կրոնական ինչ-որ անհասկանալի միջոցառման կազմակերպության համար, որ ուներ ներպետական բնույթ, այսինքն վերաբերում էր միայն Միացյալ Նահանգներին, արտասահմանյան երկրներից պատվիրակություններ չկային դրան մասնակցող։ Եվ ահա այդ այցելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում նաև ուրեմն աղանդավորական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնակցում է նրանց կողմից կազմակերպված ընդունելությանը։ Իր ելույթում նաև խոսում է կրոնի ազատության մասին, ակնհայտորեն նսեմացնելով մեր եկեղեցու դերն ու նշանակությունը։ Ասացի, որ այս ամենից առաջ նաև 2025 թվականի մայիսի 22-ին իր ելույթով հանդես է եկել ուրեմն Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն, որը հետաքրքիր զուգադիպությամբ կրում է նաև Նիկոլ Փաշինյանի ազգանվան ադրբեջանահունչ տարբերակը։ Եվ դրանից հետո այս վերջերս Երևանում տեղի ունեցած արտգործնախարարության կողմից կազմակերպված ֆորումին մասնակցության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել միջազգային կրոնական ազատությունների գագաթաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին։ Այսինքն սրա կողմից մեր եկեղեցու դեմ արշավը, աղանդների խրախուսումը, որի դեպ ասեմ բազմաթիվ մարդկանց գնահատումներով կարծիքով եւ ադրբեջանա-թուրքական հեղափոխությանն են իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերել Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունները եւ նաեւ հիմա էլ 21 թվականի ընտրություններին, նաև 23 թվականի Երևանի ավականու ընտրություններին այս աղանդավորական կազմակերպությունները հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի իշխանության
քաղաքական հենքերից մեկը այն պատճառով, որպեսզի նա թուլացնի, քայքայի, ոչնչացնի հայաստանյան առաքելական եկեղեցին եւ ավելին նպաստավոր բարենպաստ միջավայր ստեղծի այդ աղանդների զարգացման տարածման համար մեր ժողովրդի ազգային ինքնությունը կեղեքելու, քայքայելու, մեր ինքնությունը ոչնչացնելու համար, որովհետեւ հայաստանյան առաքելական եկեղեցին դա ազգային եկեղեցի է իր բնույթով եւ նրա դեմ քայքայիչ գործունեությունը դա մեր ազգային ինքնության, համերաշխության, միասնության, քայքայիչ պառակտիչ նպատակ ունի։ Եվ այս աղանդավորական շարժումներին, աղանդավորական գաղափարներին եւ կազմակերպություններին հիմա միացել են նաեւ ադրբեջանա-թուրքական իշխանությունները եւ աշխարհի քաղաքական իշխանությունները եւ հոգեվոր իշխանությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքով քայքայեն ոչնչացնեն մեր եկեղեցին։ Սրանց նպատակն է պաշտոնից հեռացնել, ապօրինաբար գխատել մեր եկեղեցին, իդեմս իր գլխավոր առաջնորդով եկեղեցու գլուխ հանդիսացող ամենայն հայոց կաթողիկոսով բոլոր բարձրաստիճան հոգևորականներով, որպեսզի ժողովուրդը հոգևոր հոտը մնա առանց առաջնորդության եւ դրանից հետո տիրանան եկեղեցու նախ հսկայական հարստությանը, որը մեծ չափազանց մեծ արժեք ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, տիրանան, թալանեն նաեւ եկեղեցու այդ մեծ հարստությունը, ինչպես նաեւ ոչնչացնեն այդ եկեղեցին, միգուցե նաև Հայաստանում տարածելով այլ իսլամական ուրեմն կրոններ, որոնք իրենց հետ կբերեն այն ադրբեջանցիները, որոնց Հայաստանում բնակեցման հարցերը այս իշխանությունների համար դարձել են օրակարգային, իսկ թիրախավորում են մեր եկեղեցու առաջնորդին Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու գաղափարները նույնիսկ օտար երկրներում հնչեցնելու համար։ Այսպեսով սիրելի հայրենակիցներ, եթե փորձենք ամփոփենք, պետք է հասկանալ մի բան, որ Հայաստանը զավթված է ադրբեջանա-թուրքական ռեժիմի կողմից, Նիկոլ Փաշինյանի եւ նրա հանցախումբը դրանք ադրբեջանա-թուրքական սպասավորներ են, որոնք իրագործում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, իսկ այդ շահերից է բխում կործանել մեր պետականությունը, բնաջնջել, տարհանել, վերացնել, բարոյապես, ֆինանսապես, հոգեպես, քայքայել, ոչնչացնել առհասարակ հայ ժողովրդին, դարձնել թշնամու ծառա, թշնամու սպասավոր, ինչպիսի կարգավիճակում, որ այսօր հայտնվել է Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի եւ Էրդողանի հետ հարաբերություններում։ Եկեղեցին մեր բացառիկ կառույց է, այն համահայկական կառույց է, մեր ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ Սփյուռքում մեր ժողովրդին միավորող բացառիկ ցանցային ինստիտուցիոնալ կազմակերպված դարերի փորձառություն ունեցող ֆինանսապես ինքնաբավ, ինքնուրույն, կայացած կառույց է։ Հետևաբար այդ կառույցի քայքայումը, կեղեքումը դրան ոչ միայն հայաստանյան մեր հայ ժողովրդի, այլ աշխարհասփյուռ մեր ժողովրդի քայքայման վտանգներ է իր մեջ պարունակում։ Հայ եկեղեցին ի տարբերություն օրինակ վերազգային հռոմեա կաթոլիկ եկեղեցու, այն իրենից ներկայացնում է ազգային եկեղեցի, ունի ազգային նկարագիր։ Մեր եկեղեցու շնորհիվ է, որ մեր հարյուրավոր, հազարավոր երիտասարդներ, հատկապես Սփյուռքում, կարողանում են իրենց կապը պահել ոչ միայն քրիստոնեական հավատքի, այլ նաև մեր հայրենիքի, մեր երկրի, մեր լեզվի, մշակույթի, պատմության հետ։ Մեր հոգևորականները շատ տեղերում նաև ուսուցիչներ են լեզվի, պատմության, գրականության, նրանք ամենուր քարոզում են ոչ միայն քրիստոնեական հավատքը, այլ նաև մեր լեզուն, մշակույթը, նրանք հսկայական դեր նշանակություն ունեն հայապահպանության իմաստով։ Մեր հոգևորականներից շատ-շատերը, հատկապես արտերկրում ծառայող, իրենք նաև հեղինակություններ են տվյալ երկրների հոգևոր, քաղաքական, աշխարհիկ իշխանությունների համար։ Նրանց միջոցով բարձրաձայնվում են հայկական խնդիրներ, հայկական հարցեր, ոչ միայն պատմական եղելության, արդար դատի, ցեղասպանության ճանաչման դատապարտման, այլ նաև Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության շահերի առաջ մղման իմաստով։ Հետևաբար այս արշավը դա ինքնանպատակ չէ, սա թելադրված է ադրբեջանա-թուրքական իշխանությունների կողմից, սա մասն է կազմում մեր պետության, մեր ժողովրդի ինքնության եւ պետականության ոչնչացման համար։ Դրա համար մենք պետք է թեւ ու թիկունք լինեն մեկս մյուսին։ Մեզնից ուզում են խլել ամեն ինչը, փորձում են անարգել այն սրբավայրերը, որոնք հանդիսանում են մեր կյանքի կարևորագույն վայրերը, մեր կյանքի կարևոր իրադարձությունների վայրերը,
մեր սրբավայրերը, մեր եկեղեցիները, վանքերը, տաճարները փորձում են անարգել իրենց գրեհի գարշելի մեկնաբանություններով, մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն, ոչ մի առնչություն չունեն մեր եկեղեցիների հետ։ Ես գրեթե ամեն կիրակի մասնակցում եմ պատարակների, ես դեռ չեմ տեսել որևէ իշխանավորի, նրանց ընտանիքի անդամների, որպեսզի նրանք գան պատարակների, մասնակցեն ծիսակատարություններին, որ նրանք ծնկի իջնեն մեր եկեղեցու Սուրբ խորանի առջև, որ նրանք թողություն խնդրեն իրենց մեղքերի համար, որ նրանք հաղորդություն ստանան մեր եկեղեցու հայրերից, դրա համար նրանք կարողանում են անարգել, անպատվել ոչ միայն մեր եկեղեցիները, հուշարձանները, պատմամշակութային արժեք ունեցող տաճարները, այլ նաև նրանցում իրենց նվիրական ծառայությունները մատուցող մեր հոգևորականներին։ Սրանց մեղքով է, այս իշխանությունների մեղքով է, որ այսօր Արցախում պղծվում են հարյուրավոր պատմական, հնագիտական, քրիստոնեական, մեծագույն արժեք, համամարտկային արժեք ներկայացնող եկեղեցիներ, վանքեր, տաճարներ, գերեզմաններ, խաչքարեր, սրբավայրեր։ Ադրբեջանցիները սրանց շնորհիվ պղծում են մեր վանքերն ու տաճարները Արցախում եւ ահա սրանց էլ հանձնարարություն են տվել նույնը անել Հայաստանում։ Մեր ներկայությամբ, մեր միջավայրում ոչ մի պարագայում սա չպետք է թույլատրել։ Մենք պետք է միասնաբար համախմբվենք, կանգնենք մեր պետության եւ մեր եկեղեցու կողքին, եւ ես նույնիսկ առաջարկում եմ մեր եկեղեցու հոգեվոր հայրերին նաեւ իրենց բարենպաստ, բարեպաշտ հոգեվոր ծառայությունից դուրս նաև ստանձնել աշխարհիկ առաջնորդություն, ինչպիսին համարձակություն, որ 2024 թվականին ունեցավ մեր սիրելի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, նրա կարգավիճակը պետք է ունենան բոլոր հոգևորականները, բոլորը պետք է դուրս գան փողոց, բոլորը պետք է առաջնորդեն մեզ բոլորիս։ Եվ ես նույնիսկ խելամիտ եւ արդյունավետ կհամարեմ, եթե վարչապետին անվստահություն հայտնելու իմպիչմենտի այս գործընթացում, որպես վարչապետի թեկնածու առաջադրվի հենց հայ եկեղեցու հոգևորական, ինչու՞ չէ նաև այդ իրավունք ունի նաև ամենայն հայոց կաթողիկոսը, որպեսզի որոշ ժամանակ ինքը նաև մեկտեղի մեր երկրի հոգևոր եւ քաղաքական առաջնորդությունն ու ղեկավարությունը մեզ տանի մինչև 26 թվականի ընտրություններ, դրանից հետո բոլոր եկեղեցականները կաթողիկոսի գլխավորությամբ վերադառնան իրենց նվիրական ծառայությանը, բայց այս ընթացքում եկեղեցին ինքը պետք է լինի մեր ժողովրդին առաջնորդող, պետք է ցուցաբերի կուռ դիմադրություն, իսկ մենք միասնաբար կանգնենք մեր սիրելի եկեղեցու, մեր սիրելի վեհափառ հայրապետի եւ մեր սիրելի եպիսկոպոսների եւ arczepiskopոսների թիկունքին, պաշտպանելով այդ թիկունքը, առաջ մղելով նրանց առաջնորդած խաչը, նրանց աղոթքով, նրանց օրհնությամբ ազատագրել մեր պետությունը ադրբեջանա-թուրքական այս ռեժիմի կեղտոտ, մահաբեր, այրունոտ ջիրաններից։ Աստված պահապան մեր ժողովրդին, Աստված պահապան հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։